Հին և նոր կտակարանների այս զուգահեռով Երուսաղեմի դարպասների մոտ Հիսուսին դիմավորողների շարքը գլխավորում է հին ուխտի մարգարեներին բնորոշ դիմագծերով Զաքարյան, որ կանխաճառել էր Հիսուսի ավանակով Երուսաղեմ մուտքը։ Սա մի խորհրդավոր երթ է, որով Տերն ընդառաջ է գնում իր խաչելությանը։ Գրիգոր Տաթևացին զուգահեռ անցկացնելով Ծաղկազարդի և նրան հաջորդող ավագ շաբաթվա միջև ասում է. Ծաղկազարդին Հիսուսին մեծ հանդիսությամբ ընդառաջ ելան Երուսաղեմից, իսկ ավագ ուրբաթին Երուսաղեմից անարգելով տարան Գողգոթա։ Ծաղկազարդին աշակերտները շրջապատել էին իրենց ուսուցչին, իսկ մատնությունից հետո թողեցին և փախան։ Երուսաղեմ մտնելիս Քրիստոսին ընդառաջ ելնողներն իրենց հագուստներն էին փռում Տիրոջ առջև, իսկ խաչելության ժամանակ խաչը հանելով մերկացրեցին։ Ծաղկազարդին օրհնում էին, իսկ խաչելությանը անիծում։ Ծաղկազարդին ոստեր էին մատուցում, իսկ խաչի վրա տեգով ու եղեգով տանջում։ Ծաղկազարդին որպես թագավորի դիմավորեցին, իսկ խաչ հանելիս ասացին, թե չկա այլ թագավոր Կայսրից բացի։ Եվ վերջապես Ծաղկազարդին Օվսաննա փրկիչ էին անվանում, իսկ խաչ հանելիս մոլորեցուցիչ կոչում։ Սկզբնապես այս տոնն անվանվել է Արմավենյաց տոն։ Դեռևս 5-րդ դարում այն այսպես է կոչում Մամրե վերծանողը։ Ծաղկազարդը տոնվում է Զատկից 1 շաբաթ առաջ և համընկնում է ձմռան մեռելությունից բնության գարնանային վերազարթոնքին։ Այն խորհրդանշում է նաև կյանքի հաղթանակը, որի համար այս պատկերները լեցուն են առանձնակի պայծառությամբ և նորաբթի ծաղկունությամբ։ Հայաստանում արմավենիներ չկա։ Եվ քանի որ ժողովուրդն այս տոնին զարդարում է ծաղկած ծառերը և ճյուղեր է ընծայում եկեղեցուն, այս տոնն անվանվում է Ծաղկազարդ, կամ ինչպես ժողովուրդն է ասում, Ծառ Զարդար։ Սա իր արտացոլումն է գտել նաև հայկական մանրանկարչությունում, ուր տարբեր մանրանկարների բացատրական մակագրություններում այն անվանվում է Մուտք Երուսաղեմ, Արմավենյաց տոն, Ծաղկազարդ և կամ Ծառ Զարդար։